Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմալիք, եկեք միասին մի փոքր զբոսնենք, դասում լավ հաճելի տաք եղանակ է, կանցնենք մի քանի խանութներով նույնպես կնայենք ինչ նոր աքսեսուարներ կան, ինչ նոր բաներ են ստացել, մնացեք ինձ հետ, հետաքրքիր առջևում է, դե գնացինք։ Եկեք մեր ճանապարհը շարունակենք դեպի քաղաքի կենտրոնական խանութներ, երևի թե կմտնենք Mango ու Kiko, ուզում եմ եղունգների լաք գնել, տեսնենք ինչ նոր ամառային գույներ կա, դե գնացինք։ Ահա եւ ես, շարժվենք առաջ, սիրելիներ։ Կանցնենք նաեւ բիժուների խանութի կողքով եւ ես փեղկը կնկարեմ, տեսնենք ինչ նոր բիժուներ են ստացել, իսկ սա գինիների խանութ է։ Այս խանութի մասին է խոսքը։ Ուրեմն մեծ մասամբ ժամանակակից զարդեր են, ոչ վինտաժային, բայց գնել են տեսեք, մոտիկից ցույց տամ, 60 եվրո է այս փոշը։ Այս մարգարիտով բզեզը նույնպես 60 եվրո արժի, այս մյուսը 75, այս մյուսը 60, փոքրիկ փղիկը 55, ժամանակակից բիժուտերիայի համար թանկ է կարծում եմ, քանի որ ձեռքի աշխատանք չի, այս բուն էլ 60 եվրո արժի։ Մի խոսքով մնացածի գները դուք ինքներդ նայեք։ Այս փոքրիկ մեղուն 60 եվրո։ 60 եվրո է դրա այս փոքրիկ մեղուն։ Իրականում ես գիտեմ իր արժեքը եւ շատ զարմանալի է։ Ինչքան բարձր է գինը այստեղ այս խանութում։ Դե բնականաբար կենտրոնում գտնվող խանութ է, վարձը թանկ է, հարկերը բարձր են։ Դրա համար էլ ապրանքները նույնպես թանկ են գնահատված։ Մեծ փոշը 80 եվրո է։ Այս տիպի ես ունեցել եմ, բաժանորդուհիս է գնել, բայց վինտաժային տարբերակ է։ Տատիկներ ես նայում իմ նման գները։ Այստեղ միայն այս ոզնոցն է սիրում, 85 եվրանոց։ Վադապատ բրոշն էլ է սիրում, այս 55 եվրոյանոց ջրվեժ է կոչվում, որտեղ հոսում են հուլունքները դեպի ցած։ Ես բազմաթիվ նմանատիպ բրոշներ ունեմ, վինտաժային տարբերակը ավելի գեղեցիկ է։ Դե ինչևէ, փոփոխել էին տեսականին, փոխված է տեսականին։ Այստեղ էլ նույն վիճակն է, նույն իրավիճակը, բոլորը ժամանակակից զարդեր են, ուղղճացված գներով։ Ինչու եմ այդպես կարծում, քանի որ ժամանակակից զարդերը ձեռքի աշխատանքներ չեն, իսկ սովորաբար վճարվում է ժամավճարով աշխատողին կամ արվեստագետին, դրա համար ֆաբրիչնի զարդերի համար կարծում եմ, որ թանկ է գինը։ Այս ոզնոցը 130 եվրո է։ Ուրեմն այս հուլունքները, մարգարիտի իմիտացիայով այս հուլունքները արժի 75 եվրո։
Մեկ շարք է, ուղղակի ինքն է 3 տակից փաթաթ է, մի քիչ ավելի խոշորն է, բայց բնականաբար արհեստական մարգարիտի իմիտացիա է։ Դեռևս այստեղ վինտաժային ոչ մի զարդ չեմ գտել։ Նախկինում մի քանիսը լինում էին գոնե։ Հիմա բոլորը բացառապես ժամանակակից զարդեր են։ Բացառապես։ Այս թիթեղը 75 եվրո, պուճուրի կականջողերը 40։ Այստեղ էլ կրիստալներ են։ Վզնոցը, ականջողերը, կոմպլեկտներ։ Մի օր որ ժամանակ ունենամ, ներսնել կնկարեմ, այսօր շտապում եմ, այլ պլաններ ունեմ, պետք է գնամ Կիկո եղունգների լակ գնելու։ Պուլանաշեղին շինարարություն է գնում այստեղ, դրա համար աղմուկը շատ է ու փոշին նույնպես։ Տոմի Ջեյրին։ Ինչպես միշտ աղմկոտ, քաղաքի կենտրոն։ Բոլորը դուրս են եկել արևի։ Երկու կողմերը խանութներ են, այստեղ Նիքսն է, Լևիսը և Կիկոն։ Եկեք մտնենք Կիկո։ Նոր գույներն են, տեսնենք ինչ գույներ կարելի է ընտրել ամառային։ Նույն գույնն է։ Երևի այս պաստելն ենք ընտրեմ։ Հատուկ օֆր է, երկուսը գնում ես, երրորդը նվեր է։ Արժեքը 5 եվրո։ Այս 3 պոստոյլային գույները կգնեմ, կարծում եմ։ Կամ էլ գուցե վաղ գույն վերցնեմ, չգիտեմ։ Ահա սրա իրական գույնը։ Սիրում եմ այս գույնը։ Ամառային տեսականին է, նորությունները։ Շփնետները։
Սա դեմքի յուղոտությունը հանելու համար թղթեր են։ Շոգեղանակին շատ հարմար է։ Այստեղ գույներ կան։ Այստեղ էլ մատովի երանգներն են շղթներքների, այն մյուս կողմում փայլովներ, իսկ սրանք մատովի են։ Որի հետ կա նաև բլեսկ, գլոսն էլ վրայից կսես, արդեն էլ մատովի չի լինի կարծում։ Երկուսը մեկում է։ Տոնային կրեմները, բազմագույն, բազմաթիվ, տեսեք ստենդը։ Եկեք վերադառնանք եղունգների լայքերին ու գնանք դեպի կասա։ Ճիշտն ասած, այս գույնի վրա կասկածում եմ, որտեղ ձեռքերը կապտացնում է ահագին։ Կարելի է ուրիշ բան ընտրել։ Միատան մնում է, վարդագույնը նույնպես։ Ես կարմիր էի ուզում, ճիշտ է, մի քիչ շատ ալա, բայց գազարագույնի խփող։ Ուրիշ կարմիր չունեմ, չգիտեմ, երկու վարդագույն վերցնեմ, միգուցե մուգ և բաց, կամ էլ կարմիրը մի վարդագույնի հետ։ Երևի այսպես կվերցնեմ։ Այս երեքը ընտրեցի, գնանք կասա։ Իմիջայլուց ովքերը գնալով վատանում են, առաջ մեկը ընտրում էի, երկրորդն էի նվեր ստանում, հիմա երկուսը պիտի գնես, որ երրորդը նվեր ստանաս։ Merci. Hop. Il vous faut un sachet? Non. Merci. Merci. Merci à vous. Bonne journée. Au revoir. Ah, j'ai oublié. Merci. Au revoir. Մանգո խանութն եմ փնտրում, բայց սա էրամն է, որտեղից գնել էին կոշիկները։ Այս խանութից էի գնել իմ ամառային սանդալները։ Կարելի է տեսնել ինչ նոր աքսեսուարներ ունեն։ Ոտքի համար է սա, ոտքի բիժու։ Ու արդեն զեղչեր են սկսվել։ Հաճելի է։ Սանդալիկներ 70 եվրո։
Voilà, c'est comment tu te sens? Pardon? Mieux, ouais. Allons dire, ça ne changera pas. Ça va pas se toucher. Այստեղից է գնել, ես իմ կապույտ վզնոցը, ահա ստացել են կարմիրը, նույնի կարմիրը։ Հիշում եք այս վզնոցը ես վերջերս եմ ցույց տվել, սրա կապույտն էի գնել, հիմա կարմիրն են ստացել, բազանե տեխնոլոգիա է սա, կարմիրն էլ է գեղեցիկ։ Oui, c'est bien. Vous voyez, ça remplit bien son pied par rapport à sa baguette tout à l'heure. 10 եվրոյի 30%-ը մինուս ստացվում է 7 եվրո։ Հաճելի է, որ վերջերին սկսվել։ Կաշվից են իրենց բոլոր կոշիկները և պայուսակներն էլ մեծամասն։ Բացառությամբ տեքստիլի հատվածը, բայց մնացածը կաշի է արդենս կաշվից հատվածը։ Ամառը ծղոտից պայուսակները շատ են, այս այ է հետաքրքիր, էթնիկ է մի տեսակ, բայց մուգ գույնը ավելի սիրուն է նայում, կանտրաստը ուժեղը։ Տասնինք եվրո կոսմետիկա։ Դե ինչև է, ամառային հաճելի ձեռքեր, սա է հաճելի։ Խխունջի տեսք են տվել, ինչ հետաքրքիր մոդել է։ Փորձենք իմը տեսնել, 40 եվրո, սրա վրա 30% զեղչ։ Այստեղ շիթայել կանաց, բայց վաստիկ է ոչ, զամբյուղի պես դարձավ, հենց բացասի, այս սոկվայաշ տեսակնել է գեղեցիկ, էլի շղթա ունի ներսում, բայց կարելի է կրել նաև կլաչ, փորձվածքը շատ գեղեցիկ է, գլխարկները ծղոտից են, բայց թելից չեն ոնց որ, սրանցից կա էժանը ավելի, էժան տարբերակ, որ թելից է լինում, ինչ է շատ հաճելի զեղչեր են այս խանութում, որակյալ խանութ է շատ, հոլային գույնի գլխարկներ նայենք, այսա թելից է արդեն ծղոտ չի, արժեքը ինչքան է 25, 50% է զեղչ, 12.5 Սա էլ է զեղչված, 30%։ Իները սիրուն են։ Դե լավ, շարժում դեպի մանգո, հենց կողքն է։ Ահա տաբլոն, փակցված է մանգո, այս շարքի բոլոր խանութներին, զուգահեռ նայեք, տաբլոները փակցված է, որ հեշտ գտնես։ Աքսեսուարները նայենք մանգոյի նույնպես, տեսնենք ինչ զարդեր են ստացել։
Կամավային վզնոց, սաղանը, մանգոն էլ հիմա այնպիսի բժուտերիա են արտադրում, որպեսզի ծովին համապատասխան լինի եւ մարդիկ արձակուրդ գնալուց առաջ գնեն վականսների համար։ Գեղեցիկ գույն ունի այս պայուսակը, արժեքը 40 եվրո։ Կրկին ակնոցներ, գոտիներ և շարֆեր, բոլոր աքսեսուարները մեկ վայրում։ Գույները ինձ սիրում են։ Հանգիստ պոստելային գույներ, բայց նաև մի քիչ վառ գույներ։ Ակնոցները փորձ է։ Գիտե այս մյուս գույնը։ Կամ այս մյուս մեծ երևի մոդելը, բայց ձևն այդպես։ Մեզ հայերը սազում են սենց մեծ մոդելներ ավելի։ Սա էլ միատայի գույնը։ Parfüm ստացել արդեն Զարայի նման մանգոնել ունի արդեն հարբեր հոգը և տղամարդկանց համար։ Սա ինչ է, երևի ակնոցների համար։ Լուքսի նման են սարքել։ Ակնոցների համար շատ փոքրիկ է, մեծ ակնոցները ոնց կտեղավորվեն։ Մեծ է, բայց թեթև է։ Սա է գեղեցիկ։ Այստեղ է մեծ տեսականին, ահա թե որտեղ է հագնված։ Այստեղ լուսավորությունը շատ վատն է, չէր հատուկ արած լինեն ստվերը դուրս գալիս
գեղեցիկ են այս ծովային աստղերը 16 եվրո համարյա նույն գների են ինչ որ Զարայում ցիկլիկներով շնորհը երաժշտությունը ցածր է տեսեք ինչքան մեծ են սրանք 20 այս սա գեղեցիկ ինձ անմիջապես դուր եկավ աստղիկներով խխունջներով 20 եվրո թանկ չի այս արթի համար շատ գեղեցիկ է տեսնենք սա 23 ավելի թեթև է դինամիկ Այսա շատ մասիվ է, բայց նայեք, ես որ ասում եմ, որ բրոշները կարող եք հոլունկների վրա տեղադրել, այ այսպիսի մի բան է ստացվում, տեսեք։ Լավ էլ ծանր է։ Հոլունկները չէ, բայց այ այս հատվածը ծանր է։ Գեղեցիկ է։ Կարերի գույնը այսա է շատ գեղեցիկ լուծիտային էլեմենտով 20 եվրո շատ գեղեցիկ է այս երկուսը ինձ դուր եկան Օրինակ այս արդերը ծղոտից գլխարկների հետ շատ գեղեցիկ են նայում և քիչ առաջ այս գույների մեջ պարուսյակ տեսանք մենք ինչքան գեղեցիկ կնայվի ուղղակի մեծ է շատ սիրողական է այս արդերը կրելը այդ ծովափնյա երկրներում թափած մազերով, ցիլոյով, ծղոտից պարուսյակով սիրուն կլինի ես արդեն տեսնում եմ լուքը երկաշորիկով, սաղավանով Սա նույնպես այդ դասին է պատկանում արձակուրդային կլասին։ Դե ծաղիկները ինչպես միշտ ակտուալ է, բոլոր ժամանակներում եղանակվի հետ կապ չունի, բայց ամառը ավելի շատ են գնում։ 16 եվրո պլաստիկի, սա էլ է հետաքրքիր, 20 Մոդել կախված մոդելից գինը թանկացնում են ոչ թե ծախսված նյութից, այլ մոդելից, որը ավելի շատ է վաճառվում, ավելի բարձր են գնում գները։ Տեսա թևնոց է արդեն պլաստիկից եւ արժի 20 եվրո, արդարացված չի գինը։ Այս պլաստիկից կտորի համար սա էլ է պլաստիկ եւ 23 եվրո։ Տեսեք մանգոյի զարդերը ավելի հանգիստ են, զարայինը շատ էթնիկ են, սա էլ է շատ ճոխ, միայն երկար մազերի հետ սա գեղեցիկ բանի, ունի թափած, սա նույնպես, իսկ սա կարճ ստիլիշկայի հետ իմ սիրուն կլինի, կարճ կտրվածքով մազերի հետ շատ սիրուն կլինի, գեղեցիկ է, բայց հենց միած ձեռքից է տնկավ քարը թողնելու է, որտեղ ուղղակի սոսնձված է։ Այս ականջողերից երկու գույնի կա։ Կանաչ ու կարմիր, կանաչները իրար հետ են կախված, կարմիրները իրար։
Չարմիը հեղախոս տնաս մեջը ու քարտ։ Հարնիկ։ Այսը նորություն է։ Առաջին անգամ եմ տեսնում անգորին հովար տարբեր գույների 15 և որակյալ է, շատ որակյալ է զգացվում։ Սա սրանից մի փոքր մեծ մոդել է։ Մեն արժեքին։ Տեսեք պատկերացրած լուքը, սարապան, ականջուղեր ու գլխարկը ծղոտից։ Լենքել են այդպես պատկերացրել ու դասավորել են։ Միատայի գույնը իմ սիրելի գույներից է, շատ հարուստ գույն է ու տաք երանգն է այստեղ, չի կապտացնում աշկը։ Սա էլ է միատայի գույն, տակը ավելի տակ կանաչ, ուղղակի լավ չի երևում գույնը ցանց շոր ծովափի համար։ Ուզում եմ ցույց տալ ձեզ մի բան, որ ամբողջ հին շենքերը պահպանել են, թեպետ չեմ կարծում, որ բնակելի են, բայց որպես ճարտարապետական գեղեցկություն քաղաքի վայբը պահպանելու տեսքը, հնությունը պահելու նպատակով այս շենքերը մնացել են բոլորը կենտրոնական հատվածում, իսկ տակի հատվածները արդեն օգտագործվել է որպես խանութներ, տարբեր, բազմաթիվ։ Չենք հանդում հինը երբեք, այս է ինձ այստեղ դուր գալիս, թե չէ Հայաստանում, ասենք, հինը քանդում են, տեղը կառուցում նորը եւ այլի դրեք ձեր բիզնեսը, բայց ճարտարապետական շինությունը պահպանեք, դա է մեր քաղաքը։ Լավ է նվագում երաժիշտը, չէ՞։ Սննդի արագ սնվելու կետեր։ Հիմա լանչի ժամ չի, եթե լանչի ժամ լիներ, լեբլեցում կլիներ։ Նստելու տեղ անգամ չէր լինի, որովհետև այստեղ դասում են մեծ մասամբ սնվում բոլորը եւ երիտասարդները մանավանդ գերադասում են արագ սնունդ։ Այս խանութը 1000 ու մի մանրուն խանութների տարբերակն է ֆրանսիական, ամեն ինչ կա։ Պարզապես այդքան ժամանակ չունեմ 1000 ու մի մանրունք նայելու։ Մեզ ինչ պետք է նայեցինք աքսեսուարները, գնում եմ տուն արդեն։ Հաճելի եղանակ է, ուզում ես մնաս դրսում, բայց տանն էլ գործեր կան։ Մարդը շատ է, այսօր չորեքշաբթի է, ոչ աշխատանքային օր, շատերի համար դրա համար շատ մարդաշատ է։ Զգուշացրեց, դռները փակեց տրամվայը ու կշարժվի հիմա։ Իսկ ես կսպասեմ իմ տրամվային։ Այնտեղ էլ է տրամվայ կանգնած։ Հոմ դե ֆերում ենք, երկաթե մարդ է նշանակում, որտեղ տրամվայների խաչմերուկն է հենց այստեղ։ Կիզակետը, հատվող կետը, բոլոր տրամվայները այստեղ հատվում են այս խաչմերուկում։
Դե ինձ սիրելիներ, այստեղ ձեզ ստեսություն կասեմ կրկին հանդիպելու նպատակով, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բաժանորդագրվեք ու լայքեք, մի մոռացեք, սեղմել զանգակ կոճակը, որպեսզի հանդիպենք շատ անգամներ ու նայենք հետաքրքիր բաներ։ Պակա, աբիանտո ատխեվիտ, օհուաղ ցտեսություն։ Ահա եւ եկավ իմ տրամվայը։ Նստեմ ու գնամ տուն։ Մոտենում եմ, մոտենում։